Առաջին հերթին մեզ համար անձնական ողբերգություն է, որովհետև Ալոզիա Գրիգորյանը մեր ընկերն է եւ նրա կորուստը անփոխարինելի է բառի բուն իմաստով, որովհետև այդպիսի հայրենասեր նվիրյալ լավ ընկեր, ինչպիսին Ալոզիա Գրիգորյանն է, շատ քիչ է այս օրերում հնարավոր գտնել եւ այնինչ կատարվել է այդ ոճրագործության շուրջ եւ այնինչ փորձում են ներկայացնել իրականում աղերս չունի իրականության հետ խոսքը գնում է այն մասին, որ անգամ վերջերս փորձ են անում ներքին գործերի նախարարը փորձում է դա կապել վրեժխնդրության ինչ որ գործընթացի հետ, որպեսզի կարողանա հեռացնել դրա իրական պատվիրատուների, կազմակերպիչներից եւ աջակիցներից, որովհետեւ ակնհայտ է, որ Վալոդիայի ազդեցությունն ու նշանակությունը համայնքում այսպես փշի նման կանգնած էր որոշ մարդկանց կոկորդում եւ ես համոզված եմ, որ այդ ոճրագործությունը ունի պատվիրատուներ, կազմակերպիչներ, երաշխիքներ, տվողներ, որովհետև որևէ մեկը չէր կարող համարձակվել նման հեղինակություն եւ հարգանք ու պատիվ վայելող անձի հանդեպ նման ոճրագործություն իրականացնել։ Եվ այն փաստացի կատարողը, ով այսօր ձերբակալված է, որևէ աղերս անգամ ինքը չունի այն ընտանիքի հետ, որի մասով փորձում են դա վրեժխնդրություն որպես կարել, որովհետև ոչ իրենց որևէ կերպ ազակից չէ, ընկեր չէ։ Եվ այս ամենը մենք պնդում եմ եւ ասում, որ չի բացահայտվել այս ոճրագործությունը, թեպետ կատարողը միգուցե եւ ինքն է դեռ կպարզվի, բայց ամբողջությամբ այն բացահայտված չէ եւ մենք հետամուտ ենք լինելու բոլոր միջոցներով արդարության հասնելու համար, առաջին հերթին ընտանիքի, հասարակության համար, որ մեղավորները անպատիժ չմնան։ Դա կլինի այս իշխանության օրոք հաջորդ դա կապ չունի, որովհետեւ իշխանությունն էլ ժամանակավոր է եւ ես ուզում եմ ասել իլուր այն մարդկանց, ովքեր մտածում են, որ կկարողանան կոծկել իրական մեղավորներին։ Այս իշխանությունը ժամանակավոր է, փոխվելու է։